դուք դեռ աշխատում եք եւ կաշխատեք, արդեն խոսեցինք, գիտաշխատող եք, ձեր առօրյան ինչպես է անցնում, աշխատանքը որքան ժամանակ է գրավում ձեր առօրյայի մեջ ու մնացած ժամանակ որքանով է երաժշտության մեջ, որքանով է երաժշտությունը այսօր ձեր կյանքում։ Դե ինձ ասում են ինչքան եք աշխատում օրվա մեջ։ Երբ որ քնած չեմ աշխատում եմ, իսկ երբ որ քնած եմ պատրաստվում եմ աշխատանքի։ Սա իմ առօրյան երեկոն աշխատանքը ենթագիտակցորեն էլ է գնում։ Մանավանդ երաժիշտի մոտ, որ անընդհատ հնչում եւ այլն։ Հիմա ինչի վրա եք աշխատում, դուք ձեր աշխատանքներն էլ բերել եք, կարծես թե Կոմիտասի թանգարանում եք։ Պատրաստվում եմ Կոմիտաս թանգարան ինստիտուտում ինձ հանձնարարել են գրադարանավարի օրը հոկտեմբերի 7-ին համապատասխան թեմայով հանդես գալ։ Ես պատրաստվում եմ թեման կարող եմ ասել գիրքը եւ գրադարանը Խորխե Լուիս Բորխեսի արժեհամակարգում։ Սա թեմա է հոկտեմբերի 7-ին։ Մի թեմա էլ ունեմ իտալացի կոմպոզիտորի հայապատումը։ Մեծ կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ունի երգեր գրված հանճարեղ պոետ Կոստան Զարյանի խոսքերով։ 3 բանաստեղծություն եւ մի երգ ներսել շնորհալու առավոտ լուսո երգի բանաստեղծության խոսքերով։ Ինչի եմ ասում, որտեղ ներսել շնորհալին ունի ես 2 տարբերակ լավ գիտեմ նույն երգի, բայց Օտտորինո Ռեսպիգին իր տարբերակը խոսքերը վերցնում է շնորհալուց իր երաժշտությամբ։ Եվ իր երգերում Կոմիտասի ազդեցությունը ես նկատում եմ եւ դրա մասին էլ պիտի պատմեմ եւ այդ գործերը Եվրոպայում կատարել են հանճարեղ երաժիշտներ ու Հայաստանում առաջին անգամ հենց շարական անսամբլը դա կատարել է այդ շարքը, այնպես որ ես դա ոչ թե որպես երաժշտագետ տեսականորեն, այլ ես ռազմի դաշտից եմ գալիս, այսպես ասենք։ Գործող, այսպես ասած։ Գործող, այո։ Ես ուզում եի ձեզ նվիրեի մի սկավառակ, կարելի է։ Սա Նարեկացի արվեստի միությունն է թողարկել։ Սա լուրջ պատմություն ունի։ 1912 թվականին Փարիզում Կոմիտասի աշակերտ Շահմուրադյանը ձայնագրել է մի շարք երգեր։ Եվ Կոմիտասը դաշնամուրով նվագակցել է։ Այդ երգերի մեջ կար Հայրիկ երգը կաթողիկոս Խրիմյան Հայրիկին նվիրված։ Կոմիտասն ունի 2 խմբերք Հայրիկ մեղեդիները փոքրինչ տարբերակվող։ Նա ունի նաև Շամուրադյանի կատարումը, որ նույնպես տարբերվում է փոքրինչ։ Բայց սա ինքը նվագել է նվագակցել դաշնամուրով, բայց առանց նոտաների չի պահպանվել։ Կոմիտասագետ իմ ուսուցիչ Ռոբերտ Աթայան ասում է չէր կարող լինել։ Այնտեղ նա բերում է որ պետք է կատարեին խմբերքու երկչախմբով եւ նամակում գրում է Բերլինից որ 98 թվին ճեմարանի 25-ամյակին պետք է լինի Տեր կեցո դու հայս Տեր կեցո երգը եւ հայրիկը այդ թվում եւ ասում է որ գուցե նվագել լինի, բայց Աթայանը գրում է որ նվագ չկա, չի գտնվել արխիվում, չէր էլ կարող լինել։ Ուրեմն ինքը դա իմպրովիզացիա արել։ Եվ սա չկար նոտա գրված։ Առանձին մեղեդին երգում են Հայրիկ Մուրադյանը, շատ, Խորեն Պալյան, շատերը, բայց նվագակցությունը դաշնամուրի կոմիտատ չկար։ Չէր պահպանվել։ Եվ դուստերս Գոհար Դանիելյանը այդ արխիվային ձայնագրությունից գրի առավ դաշնամուրի նվագակցությունը եւ տվեցինք երգիչ Արման Նիկոլյանը եւ քույրս Ժասմեն Դանիելյանը նվագակցել են եւ ալբոմ սկավառակն էլ թողարկել է Նարեկացի միությունը
եւ ներածական հոդվածը ինչ որ ձեզ պատմում ավելի հանգամանորեն նշված է եւ այստեղ կա եւ բնագիրը ձայնագրության եւ նոր կատարումը Steinway Royal-ով կամերան երաժշտության տան նոտայագրված ձայնագրված, որ համեմատեն կա բանաստեղծությունը, տեքստը եւ այլն եւ թոսավ լինի մի խորհուրդ, որ հայրիկն ասում է իմ հայրենյաց փուշն անուշ է քան զվարթ, չէ, որ ասում է հայրիկ քո հայրենիք վասպուրական մեր աշխարհ վարդի փոխան քեզ փուշ բերավ ցավեր դարան բյուր հազար Հայրիկն ասաց, չէ, իմ հայրենյաց փուշն անուշ է քան զվարթ եւ այն փշոց մեջը դարձյալ որոնեմ ես սիրուն վարդ եկեք մենք մեր հայրենյաց փշերի մեջ վարդ փնտրենք այլ ոչ թե հակառակը շնորհակալություն սա ձեզ ես եմ շնորհակալ պատգամի համար եւ հուսանք որ բոլորի համար էս օգտակար եղավ էս հոգեղեն զրույցը ինչ կա հիմնական ասելիք որպես որ մարդը 60-ից հետո երբ որ թոշակի է անցնում ինչպես մտածի ինչպես ապրի որպես իր կյանքը հագեցած լինի բովանդակալից լինի ձերպես այսպես պայծառ միտք ունենա անելիքներով լեցուն լինի ինչպես շարունակի այսինքն թոշակից հետո այդ զգացողությունը որովհետև մեզանում շատերն ասում են դե ես արդեն 60 եմ դե կենտրոնանում եմ հիմնական թորների կենցաղի վրա ինչպես շարունակել մնալ կենսունակ եւ հագեցած հետաքրքիր կյանք ապրել դուք երկու անգամ կրկնեցիք հագեցած բառը ես հենց ձեր խոսքով պատասխանեմ երբ կյանքը հագեցած է տարիքը քանակը նշանակություն չունի Մոցարտը 35 տարի ապրել, Շուբերտը 21, Պերգոլեզին 26, Պետրոս Դուրյանը 19, բայց նրանք տեսեք ինչ ասում Մարտիրոս Սարյան, ասում է ես 5000 տարեկան եմ, նույն տարիքն ունի Արամ Խաչատրյանը, և հիմնավորում է վարպետը, ասում է, որովհետև արվեստագետը իր մեջ կրում է իր ժողովրդի պատմությունը և կենսագրությունը, Կարևոր չի դու ինչքան ես ապրում, կարևորը հագեցած եւ օրը եթե հագեցած է դա մի օր չի, 10 օր է, 20 օր է, 30 օր, կյանքի որակն է կարևոր։ Ինչ ես արարում, ինչ ես ստեղծում, ինչ ես թողնում, ինչ ես լսում, յուրացնում, պարտադիր չի ակտիվ։ Դու ստեղծես մշակույթ նաեւ է սեղանն է, այս աթոռն է, դա էլ նյութական մշակույթ է։ Դա էլ մտնում է պատմության մեջ։ Այնպես որ բոլորը հնարավորություն ունեն հագեցած ապրելու։ Ուրեմն եկեք օրացույցը մի կողմ դրեք, ապրեք գիտակցական կյանքով հագեցած արվեստով եւ կապրեք հավերժ։ Դες այսպեսի մի հոդված եմ գրել երաժշտության մասին հավերժի ակնթարթները Եվ դա Հեգելի միտքն է, Գեորգ Ֆրիդրիխ Հեգել, որ ասում է, որ հավերժությունը կարող է արտացոլվել մի ակնթարթի մեջ։